Ողջույն ընկերներ, այսօր պատրաստելու ենք շատերի սիրելի և շատերի մանկություն հիշեցնող թխվածքաբլիթներ։ Թխվածքաբլիթներ բանանի տեսքով և կաթնաշոռային միջուկով։ Եվ այսպես ալյուրին ավելացնում ենք փխրեցուցիչ, աղ, վանիլին և սենյակային ջերմաստիճանի կարագ։ Այս ամենը լավ խառնում ենք մինչև մասսան վերածվի խորիզանման զանգվածի, որից հետո ավելացնում ենք թթվասեր, իմ պարագայում տնական թթվասեր է, այսինքն ռեժան, դուք օգտագործեք ցանկացածը, որից և կախված կլինի նաև ալյուրի քանակը։ Ավելացնում ենք նաև 1 ձվի սպիտակուց և այս ամենը լավ հունցում ենք մինչև մասսան դառնա համասեռ։ Ստացված խմորը ծածկում ենք և թողնում ենք հանգստանա, իսկ այդ ընթացքում կպատրաստենք միջուկը։ Միջուկի համար վերցնում ենք կաթնաշոռ, ավելացնում ենք շաքարավազ, ձվի դեղնուց, ալյուր և վանիլին։ Այս ամենը լավ խառնում ենք, իհարկե կարող եք օգտագործել նաև բլենդեր և մասսան դարձնել էլ ավելի համասեռ։ Միջուկը պատրաստ է, խմորը տեղափոխում ենք աշխատանքային մակերեսին, բաժանում ենք մասերի քանակը կախված է նրանից, թե ինչ չափի թխվածքաբլիթներ եք ուզում ստանալ։ Յուրաքանչյուր մաս գնդում ենք, այնուհետև սկսում ենք գրտնակել օվալաձև, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Իհարկե կարող եք նաև առանց գրտնակի բացել գունդը։ Կենտրոնական մասում դնում ենք միջուկի քանակը վերցրեք ըստ ճաշակի, իհարկե նախապես հաշվի առնելով գնդերի և միջուկի նախապես պատրաստված քանակները։ Եզրերը լավ ամրացնում ենք, շրջում ենք կարով դեպի ներքև, թխվածքաբլիթին տալիս ենք բանանի տեսք և դասավորում ջեռոցի տապակի վրա։ Թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում 10-ից 15 րոպե կախված ջեռոցից։ Թխվածքաբլիթները ձեռք են բերում թեթև վարդագույն երանգ, սկզբում նրանք շատ փխրուն են, թողնում ենք մի փոքր սառչեն, որից հետո դասավորում ենք մատուցման ափսեի մեջ, վրան լցնում ենք շաքարի փոշի և կարող ենք մատուցել, շատ փափուկ, փխրուն ու համեղ են ստացվում։